Պարոն նախագահ, կյանքիս ամենա ուրախ ու լավ տարիները ապրել եմ ձեր ղեկավարման տարիներին։ Ուրեմն մի քանի տարբեր ուժային կառույցներում աշխատած ծառայած տղա եմ, 40 տարեկան ու շատ լավ ակտիվ կյանքով ապրել եմ։ Մի հատ լավ խոսք ասում, կա անցյալ, որին հասնելու համար դեռ պետքա շատ առաջ գնաս։ Հիմա մենք կարանք այնքան առաջ գնանք, որ հասնենք 2005 թվին։ Իհարկե կարող ենք։ Իհարկե կարող ենք։ Նայեք, ռուսերեն բանկա չէ, ասում լամատ նի ստրոյից։ Սենց քանդելը ամեն ինչ ավելի հեշտ է։ Հիմա լավ տունը կարաս մի հատ բանով, մի հատ զաժիգալկայով, ֆարես ուղղակի տունը վերանա։ Կառուցելը ավելի դժվար է։ Ընդունում եմ դա, բայց հավաստիացնում եմ ձեզ, շատ արագ այս ամենը կարելի է վերականգնել։ Շատ արագ։ Ես Հայաստանը նույնիսկ իմ ամենամղձավանջային ու ծանր երազների մեջ չէի պատկերացնի, որ կարող է այս կարգի ամեն ինչ քանդված լինի։ Ոչ մի կառույց իր տեղում չի։ Թմրանյութերի լայն տարածումից սկսած, վերջացած հանցագործությունների թվերի աճով, ճանապարհատրանսպորտային պատահարների աճով, ամեն ինչ գնում է դեպի մինուս։ Ես չեմ պատկերացնում, թե ինչ աշխատանք է պետք կատարել, որ ասեմ նորից հասնեմ, ավել բան չեմ ասում, օրինակ 2005 թվին, ոնց որ եղել այս երկիրը։ Առաջերտին չքանդել։ Ընդհանրապես ամենից լավ իշխանությունը, ժողովուրդ ջան, ամենից լավ իշխանությունը այն իշխանությունն է, որը ամեն օր չի գոռում, որ ես իշխանություն եմ, ես իշխանություն եմ, այլ իր գործն է անում։ Եթե ամեն ինչ բերում ես կարգի, ամենից լավ իշխանությունը նա է, որին ժողովուրդը չի նկատում, հանգիստ իր կյանքով ապրում է։ Հենց ժողովուրդը ամեն անգամ իշխանության մասին մտածում է, ուրեմն պրոբլեմ ունի։ Տրաֆիկա, պրոբկա է, չգիտեմ, ինտեղ էս չեն լուծել, էս գողացան, այն գողացան, ինչ ես ասում, ասում ես լավ, տեր ու տիրական չկա ստեղ, աշխատող չկա։ Ուրեմն ամենից լավ իշխանությունը նա է, որը այնպես է ամեն ինչ կազմակերպում, որ անընդհատ ինքնահաստատման կարիք ինքը չունենա։ Այսպիսի իշխանություն պետք է կառուցել։ Այն ժամանակ ես շատ պարզ ձեզ ասեմ, ես տարին եթե մի 3 անգամ եթե հարցազրույց էի տալիս լավ է։ Չի խոսում, չէ, հարցազրույցներս երևի տարին մի 3 անգամ, 4 անգամ առավելագույնը։ Այ մարդ, հիմա առավոտից սկսում է լայվերը, բանը գործ չունես անելու, առավոտը լայվ, կեսօրին լայվ, են մեկը լայվ ես, բանը դրած ես, միկրոֆոնը կպցրած, ստրիմերի պես սենց փողոցները ընգած, հա դուք իշխանություն եք, թե Եվ մի բան ավելացնեմ, նայեք, մի քանի օր առաջ ուղղակի ինձ ուղարկեցին մի տեսանյութ շրջանում էր, եթե չեմ սխալվում Սյունիքում, պայմանագրային զինծառայողի ինչ որ հարց տվեց, ինքը գնավ, ինքը գնում աչամ է, այդ լիպուչկայի պես հենց փորձում է ինչ որ բան անում, շառա ոնց որ, այդ տղան զինծառայողը չգիտեմ ինչ ասեց, ինչ որ դուրը չեկավ։ Մի անգամից, սնունդից դժգոհեց, վրեն գոռաց, ասում է մի հատ ձգվի, վարչապետ է հետ ես խոսում, մի հատ ձգվի, Պապիկյան, ազատել, հիշում եք չէ, ազատել աշխատանքից, թող գնա իր Բաքում պպզի, լավ, դա պայմանագրային զինծառայողի հետ խոսալու բանը, ինք դու արձակուրդում ես, դու վարչապետ չես, այս պահին, դու արձակուրդում ես, դու ես գնացել իր մոտ, ինք չի եկել քո մոտ, սա խոսալու ձև է, սա վերաբերում կա զինծառայողի նկատմամբ, հիմա ամեն ինչ ես օրինակ չէի պատկերացնում, որ ինչ որ կարաս մարդկանց մեջ բան, մարդ ու զինծառայողին այդքան նվաստացնես, չի կարելի։ Մի պատմություն էլ պատմեմ, չէի ուզում պատմեի, բայց ես կպատմեմ։ Հենց կոնկրետ ձեր Ավտոշարասյան հետ է կապված 2002 թվականին ապրում եմ Պարոնյան փողոցում, ճիշտ այնտեղ որտեղ որ այն հղի աղջիկը ընկավ ավտոյի տակ մահացավ։ Շենքի հեռացից դուրս եմ գալիս,
խախտում արեցինք նիով, եկան կողքից մի հատ ուրիշ մեքենա խփեց մեզ։ Ու հենց այն նույն ժամանակահատվածում որտեղ դուր ձեր ավտոշարասյուն անցներ, բարձրանում եք կառավարական ամրանոց։ Ձեր այն 140 Mercedes-ներ 600-ը հետևից Ford Jeep-էր էր։ Ուրեմն ձեր ավտոշարասյան մեջի բժիշկները 30 վայրկյան հետո թե կանգնել են, ասել են ինչա պետք է մարդու բան չի եղել որ օգնություն ցույց տան։ Ավտոշարասյան մեջ։ Իսկ ստեղ ավտոշարասյան մեջ նույնիսկ չկանգնեցին։ Այդ ավտորասյան Ասեմ, այդ նույն ավտարը եղել անտեղ մի 100 մետրի տարբերությամբ։ Պաւոնյան փողոցի վրա։ որը մեր ավտորշարասյան հետ կապ չունեցել, բայց բժիշկը Ընդհանրապես կապ չունեցել։ Մենք ուղղակի հայաթից դուրս գալուց վթարվել ենք Նիվայով։ Բայց ձեր ավտոշարասյան մեջի բժիշկները ձեզ հասել են իրանք այնտեղ, հետո Ford Jeep-ը, նույնիսկ հիշում եմ ձեր անվտանգության պետի Սարգսյան Գրիշներ, ձեր անվտանգության պետի ամբողջ անձնակազմով եկել են բժիշկները այդտեղ։ Շնորհակալություն։